Բացարձակ արժեքի հյուրն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Թատրոնի մասին խոսելով դերասանուհին պատմեց, որ իր առաջին բեմ բարձրանալը ճակատագրական է եղել։ Դե հուշարար էի, բոլոր պիեսները անգիր գիտեի, էնպես եղավ, որ դերակատարները Մոսկվայից պիտի գային, ուշացում տվեց, չեկան։ Գիքոր ներկայացումն էր, հայրիկս բազազ Արտեմը, չնայած որ աշխարհի ամենաբարի մարդն էր։ Բոլորը ասեցին Արևիկը, Արևիկը, մտա թե չէ, սկսեցի խաղալ։ Դուրս եկա, բոլորը գրկեցին, շնորհավորեցին, ասեցին դու չէ, բայց հայրիկդ լավ հուզվել էր։ Իմ հայրը ինձ մի տեսակ ուրիշ ձև էր սիրում և դողում էր, որ ամեն ինչ ինձ համար լավ լինի։ Դուստր և հայր հարաբերությունները մեր շատ լավ էր, դրա համար հայրիկիս մահից հետո մի տեսակ շատ կոտրվեցի ես։ Մինչև կարողացա վերականգնվել, բավական շատ ժամանակ պետք եկավ։ Տիկին Արևը մենակ է մեծացրել աղջիկներին և մեծ դժվարությունների միջով է անցել։ Շատ եմ տանջվել, բայց գիտեք մենք հումորով մարդիկ էինք և հումորը մեզ շատ է օգնել։ Տուն չունեինք, 20-22 տարի վարձով ենք ապրել։ Այն ժամանակ առանձնապես աշխատավարձ չկար, մթությունը մի կողմից, ձմեռներն էլ խայտառակ ցուրտ էին։ Բայց իսկապես ես չեմ տրտնջացել, ամեն ինչի գնացել եմ, որ իմ երեխաները պակաս չզգան։ 2015 թվականին շնորհիվ իմ տաթևիկի մենք տուն ունեցանք։ Տաթևիկը քաղաքապետարանի ծրագրի մեջ գրանցվել էր։ Զանգեց ասեց մամա, մենք որ գրանցում չունենք, ինձ ցուցակի մեջ չընդունեցին։ Նենց հուզվեցի, նենց վատ եղա։ Տաթևիկս համազգային թատրոնում էր աշխատում, իր խմբի վարիչը իրան գրանցեց իրենց տան վրա և հաստատվեց, տանտեր դարձանք։ Եղել է երբևէ, որ Արև Սանթրոսյանը կոտրվի։ Չէ, չի եղել, ընդհակառակը, չեմ կոտրվել։ Գնացել եմ ուրիշի տուն եմ մաքրել, էլ խմորեղենի կրեմներ եմ քսել և այլն, որպեսզի երեխեքին տրանսպորտի փող տամ։ Մենք շատ դժվար կյանքով ենք ապրել և դժվարությունների միջով ենք անցել։ Star News-ն այս հարցազրույցից առանձնացրել էր այսքանը. Արև Սանթրոսյանը Bravo AM-ի հետ ունեցած զրույցի ժամանակ վերադարձել էր մանկություն և հիշել տաղանդավոր հայրիկին։ Բացահայտել պատանի հանդիսատեսի առանձնահատկությունները, խոսել կյանքի դժվարություններից, որոնք թեև նրան քիչ չեն բաժին հասել, բայց ժպիտով է հաղթահարել։ Տիկին Արև, անունն ինչպե՞ս է բնորոշում մարդուն, ինչ կա արևային ձեր մեջ։ Նախ անվանը սկզբնաղբյուրից սկսենք, երբ մայրիկս ինձ սպասելիս է եղել, որոշել են անունս Արուսյակ դնել։ Բայց երբ ինձ հիվանդանոցից տուն են բերել, եղբայրս նայել է բարուրին ու ասել. «Վայ, մամա, էս ինչ սիրուն է, ոնց որ Արև լինի»։ Ու այդպես դարձել եմ Արևիկ։ Արևային շատ որակներ ունեմ, լավատես եմ, փոքր բաներից ուրախացող, անգամ արևի լույսից։ Գուցե տարիքս արդեն բավական մեծ է, բայց էներգիաս ինձ չի դավաճանում, ինչի համար ուրախ եմ։ Իսկ այդ լավ որակները ձեզ ինչպես են օգնել, որ հաղթահարեք ձեզ բաժին ընկած բավական շատ դժվարությունները։ Հենց իմ լավատեսությունն է շատ օգնել, որ ամեն ինչի մեջ մի հետաքրքիր բան գտնեմ և կարողանամ դիմանալ։ Շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց իմ մարդասիրությունն ու հատկապես հումորի զգացումը, եթե չլինեին, կարող է խելագարվեի։ Փաստորեն ձեր աղջիկներն իրենց պայծառությամբ ու հումորով են ձեզ նմանվել։ Պետք է ենթադրել, չնայած միշտ ասում են, թե ինչի իրենց ոչ մեկի աչքերն իմ աչքերի գույնը չունեն։ Մենք հանդիպել ենք Մալաթիայի հայորդաց տանը, որտեղ աշխատում եք երեխաների հետ, ինչպես եղավ, որ հայտնվեցիք այստեղ։ 30 տարի առաջ աշխատանքի հրավեր ստացա հայորդաց տան կողմից, թատերական խումբ ունեմ, որն անվանել եմ Հումորիկներ, որովհետև իմ հումորը շատ է օգնում նաև բեմադրություններ անելիս։ Երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, երբեմն ասում եմ հոգնել եմ և ուզում եմ դուրս գալ, պատասխանում են. մեր հայորդաց տան լուսավոր կետը դուք եք, որ հեռանաք ոնց կլինի։ Սա խմբակ չէ, այլ ստուդիա, թեև բոլոր առարկաները ես եմ դասավանդում, դերասանի վարպետություն, բեմական խոսք, խոսքի մշակույթ, էլ պար եմ պարապում հետները, էլ ինչ ասես։ Իսկ համատեղ աշխատանքը երկուստեք ինչ է տալիս, դուք ինչ եք վերցնում երեխաներից։ Երբ 30 տարի առաջ եկա, մեր լավ տնօրեն լուսահոգի պարոն Սարգսյանն ասում էր. «Մալաթյան ուր, թատրոնն ուր»։ Ես կարողացա հեղափոխություն անել։ Միշտ հպարտությամբ եմ ասում, որ իմ սաներից շատերը զարդարում են հայ բեմերը։ Իսկապես, իսկ ովքեր կան նրանց թվում։ Համազգային թատրոնից Ալլա Սահակյանը, Սունդուկյանի թատրոնից Արաքսիա Մելիքյանը, երկուսն էլ շատ տաղանդավոր էին։
Շատ շատերը կան, որոնք հիմա տարբեր թատրոններում են աշխատում։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ երեխաները հենց այնպես չեն գալիս ու բավական խորանում են այն գործում։ Մոտ 80%-ը հետագայում շարունակում է կրթությունը։ Իսկ ինչ ներկայացումներ եք անում երեխաների հետ։ Բավական մեծ խաղացանկ ունենք, սկսած Շեքսպիրից մինչև ժամանակակիցները։ Անցյալ տարի Զորայր Խալափյանի «Եթե իմանայիր» պիեսն իմ ավագ սերնդի հետ որպես հրաժեշտի ներկայացում ենք բեմադրել։ Շատերն էին հավանել ու համարում էին պրոֆեսիոնալ մակարդակի է ստացվել։ Մոլիեր ենք արել։ Թումանյանի հեքիաթները հիմա նորից փոքրերի հետ են բեմադրում, որովհետև երեխաները նրա գործերն անպայման պետք է խաղան։ Շուտով, ինչպես ամեն տարի, մասնակցելու ենք նրան հատիկ փառատոնին։ Երեխաները դրանից շատ են ոգևորվում և նոր շրջապատ ձեռք բերում։ Մրցանակներ ենք շահել։ Ո՞րն է ձեր առաջին հիշողությունը թատրոնի ու մասնագիտության հետ կապված։ Վերադառնանք մանկություն, երբ փոքրիկ Արևիկը որոշեց դերասան լինել։ Դպրոցական տարիներից դասարանի ակտիվիստներից էի։ Բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցում էի։ Հիանալի արտասանում և լավ երգում։ Արդեն բոլորը գիտեին, որ Արևիկ Սանթրոսյանը պետք է դառնա դերասանուհի։ Ես էլ գիտեի այդ մասին, քանի որ եղբորս հետ թատրոնում ենք մեծացել։ Կուլիսներում տեսել այդ հրաշագեղ աշխարհը, դերասաններին, միշտ ուշադիր և սիրով եմ հետևել։ Այն տարիներին թատրոն գնալն իսկապես տոն էր։ Խաղացանքն էլ ահռելի։ Առաջին անգամ բեմ բարձրացա ինստիտուտի առաջին կուրսում, երբ այդքան էլ հեշտ չէր սովորելուն զուգահեռ խաղալ։ Թատրոնում հուշարար էի աշխատում ու բոլոր ներկայացումներն անգիր գիտեի։ Մի օր դերասանուհիներից մեկը չեկավ և ես փոխարինեցի նրան։ Գիքորում առևտուր անող կնոջ դերում էի։ Դողալով մտա ու խաղացի, ընդ որում հայրիկիս հետ էր տեսարանը։ Բախտս բերեց, որովհետև դա էր պապայիս հետ ունեցած միակ դերս։ Նա շատ շուտ մահացավ։ Երբ ներկայացումը վերջացավ, բոլորն ինձ գրկեցին ու շնորհավորեցին։ Ասացին՝ դու չէ, բայց հայրդ լավ հուզված էր։ Շատ սիրել եմ թատրոնն ու մինչ օրս նվիրված եմ նրան։ Իսկ ձեր հայրիկը ՀԽՍՀ ժողովրդական դերասան Բարույր Սանթրոսյանը, ինչպիսի դերասան էր ու ինչ եք սովորել նրանից։ Առանց չափազանցնելու հայրիկս մեծ դերասան էր։ Նա Պատանի հանդիսատեսի թատրոնում համարյա թե ստեղծման օրվանից է եղել։ Մեծ կտավի դերասան էր, այնպիսի դասական ու մեծ գործերում է խաղացել, ինչպիսիք են Քաղքենիները, Բեկումը, Հորձանուտը։ Արտակարգ բարի մարդ էր, ընտանիքին չափազանց նվիրված։ Հայրիկը կարծում էր, որ դերասանի երեխան պետք է դերասան լինի։ Ձեր եղբոր ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հետ ավելի շատ եք խաղացել։ Ինչպես եք միասին զգում բեմում և օգնում իրար անհրաժեշտ պահին։ Մեր թատրոնում մի լավ ներկայացում կա՝ «Հիշիր վաղվա օրդ», որում գլխավոր դերերում ես ու եղբայրս ենք, ամուսիններ ենք։ Սիրով ենք խաղում և օգնում իրար։ Նա շատ խիստ է ու մի փոքրիկ սխալի դեպքում անգամ զգուշացնում է։ Այնպես որ ինձ համար պատասխանատու է նաև միասին լինել բեմում։ Երկուսս էլ շատ պարտաճանաչ ենք և ուշացումներ չենք ունենում, ինչը հատկապես բնորոշ է մեր երիտասարդներին։